Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Առավոտյան ժամը 5-ին միացավ զարթուցիչի ձայնը։ Հադսոն Թեյլորն արթնացավ։ Այդքան շուտ, ինչու՞։ Նա ուզում էր, որ շատ ժամանակ ունենա, առանց խանգարումի աստվածաշունչ կարդալու համար։ Սա նրա առաջին պարապմունքն էր, քանի որ ցանկանում էր միսիոներ դառնալ։ Բացի դրանից, նա սկսեց զբաղվել սպորտով, որ մարմինն ավելի կոփի։ Ահա թե ինչպես էր իրավիճակը 150 տարի առաջ։ Հադսոն Թեյլորը սիրում էր Տեր Հիսուսին և ուզում էր միսիոներ դառնալ։ Ողջույն հովիվ, ինձ կարող ես Չինաստանի մասին գիրքը տալ։ Ինչու հենց Չինաստանի մասին գիրքը։ Հիսուսն ուզում է, որ այնտեղ միսիոներ լինեմ։ Եվ ինչպես ես գնալու Չինաստան։ Դեռ չգիտեմ, բայց ես վստահում եմ Տեր Հիսուսին և նա կառաջնորդի ինձ այնտեղ։ Հիսուսին վստահելը շատ կարևոր է։ Մենք կարող ենք սովորել դա անել։ Հադսոն Թեյլորը որոշել էր, որ ամբողջովին վստահելու է Հիսուսին և համոզված էր, որ նա կօգնի իրեն։ Տեր Հիսուս, ես միայն քեզ եմ դիմելու, երբ ինչ-որ բանի կարիքն ունենամ։ Հադսոնը հարուստ չէր։ Մի անգամ նրա ամբողջ ունեցածը կես թակ գումար էր, որ մոտավորապես 1500 դրամ է։ Այնուամենայնիվ նա ուրախ էր և աղքատներին էր այցելում։ Պարոն Թեյլոր, խնդրում եմ, արի և աղոթիր կնոջս համար, նա շատ հիվանդ է։ Հադսոնը տղամարդու հետ գնաց մի փոքրիկ և կեղտոտ սենյակ։ Երբ նա տեսավ սոված երեխաներին և մահացու հիվանդ կնոջը, աղոթեց նրանց համար և իր վերջին գումարը տվեց նրանց։ Նա ասաց Տեր Հիսուսին, որ ուտելիք և ճաշ չունի, և Հիսուսը պարգևատրեց նրան իր հավատքի համար։ Մի հրաշք եկավ փոստարկղով 6000 դրամ անանուն մարդուց, իսկ այն հիվանդ կինն առողջացավ։ Հադսոնն աշխատում էր բժիշկ Հարթլիի համար։ Նա լավ բժիշկ էր, բայց մոռացկոտ էր։ Պարոն Թեյլոր, քո աշխատավարձը տվել եմ արդեն։ Ոչ։ Ցավում եմ, բայց ես հենց նոր ամբողջ գումարը տարա բանկ։ Դու ինձ պետք է հիշեցնեիր։ Բայց դա իր և Հիսուսի պայմանին հակառակ կլիներ։ Բայց հիմա ինչպես պետք է տան վարձը վճարի։ Բժիշկ Հարթլին ևս մեկ անգամ գնաց ընդունարան։ Ահա քո աշխատավարձը։ Հենց նոր հաճախորդներից մեկը եկավ և իր պարտքը վճարեց։ Այս ձևով Հիսուսը հոգ էր տանում Հադսոնի համար։ Նա հոգ է տանում բոլորի մասին, ովքեր վստահում են նրան։ Հետագայում Հադսոնը Լոնդոնում բժշկություն սովորեց։ Համալսարանի հիվանդանոցում իր հետ մի սարսափելի բան եղավ։ Դրա մասին կիմանաս հաջորդ թողարկմանը։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOCRIC@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։